Մեծրոպյան, այսօր ներկայացել ենք, քանի որ ժամանակը սուղեր, այսօր ենք ասել ներկայացել միջնորդություն, բացարկի հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ անդամ Մեսրոպ Մեծրոպյանին բացառք հայտնելու վերաբերյալ միջնորդություն, անգամ մեր տեղական անդամների մոտ առկա է թե ոչ, միջնորդությունը ծանոթացել եմ։ Եթե չէ փոխանցել մեկ-մեկ մեկական օրինակ փոխանցենք անդամներին։ Փոխանցել։ 4 անդամների։ Ինչպես։ Ինձ պետք չի։ Քանի որ միջնորդությանը վերաբերում է պարոն Մեծրոպյանին, բացասկնության հաստ պետք է կնեն անդամները, կարող եմ հակիրճ ներկայացնել միջնորդությունը, չնայած ծավալուն է 20-16 էջ ասպետել։ Կներեք, ներկայացրեք, այո։ Օրակարգը ուզում եք, լավ եկեք օրակարգը։ Այո, ես գործնական դա եմ ուզում առաջարկել, օրակարգը հաստատենք, որպեսզի տրամաբանական լինի միջնորդությունը լսել։ Եթե այլ առաջարկություններ չկան, կան այլ առաջարկություններ։ Չկան, այլ առաջարկություններ չկան, համեցեք։ Գեն նախագահ, ունենք միջնորդություններ, բայց դա օրակարգի առաջին կամ երկրորդ հարցի շրջանակներում կներկայացնեմ, քանի որ ընթացակարգը մանրակրկիտ դատավարության տարբերություն էլի ներկայացված չի, վարչական վարույթի վարչարության հիմունքների մասին օրենք, նաև էներգետիկայի մասին եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի մասին օրենքի կարգավորումների շրջանակներում միջնորդությունների փուլայնությունը ասենց ասենք, էլի շատ հստակ չի, ուղղակի արձանագրելու համար, որ կան միջնորդություններ բուն վարույթի հետ կապված, որոնք ձեր թույլտվությամբ հանձնաժողովի թույլտվությամբ կներկայացնենք արդեն օրակարգ հաստատելուց հետո, բացարկը քննարկելուց հետո համապատասխան հարցի քննարկման շրջանակներում։ Շատ լավ։ Այլ առաջարկություններ չկան։ Օրակարգի հարցը դնում եմ քվեարկության, օրակարգի նախագիծը դնում եմ քվեարկության, ովքեր են կողմ, դեմ չկա, օրակարգը հաստատվեց։ Միջնորդությունը լսենք հիմա, թե անցնենք բացակի միջնորդությունն եք, ընթերցեք լսենք։ Շատ լավ, օրենսդրական պահանջների վերաբերյալ հատվածները չեմ անդրադառնամ փաստական հանգամանքներին։ Եկեք այսպես, սահմանության 57 հոդվածի առաջին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմնի կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արտահայտի եւ ողջունության անկետում քննության իրավունք։ Վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի D կետի համաձայն վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացառք հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի, իսկ օրենքով նախատեսված դեպքում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս կոլեգիալ կազմի ցանկացած անդամի, եթե առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի երկով տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հասցնում տվյալ գործի առնչությամբ նրա անարդարության նկատմամբ։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն բացարկի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշքան բացարկը հայտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվան ընթացքում։ Բացարկի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունվում է կոլեգիալ կազմը վարչական վարույթ իրականացվելու դեպքում համապատասխան կոլեգիալ մարմինը ձայների պարզ մեծամասնությամբ։ Այդ դեպքում քվեարկությանը չի մասնակցում կոլեգիալ կազմի այն անդամը, ում դեմ բացարկ է ներկայացվել։ Վերաբերյալ երախակումներից կարող ենք եզրահանգել, որ սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուր անձի պատշաճ վարչարության իրավունքը, որի դրսևորումն են հանդիսանում վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արտարացի եւ ողջամիտ ջանքերում քննության սկզբունքները։ Այդ համատեսնում հատկապես անաչառ քննության սկզբունքի շրջանակներում էական երաշխիք է սահմանվում վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը, որը հնարավորություն է տալիս վարույթի մասնակիցներին գրավոր բացառք հայտնել։ Ի թիվս այլնի նաև կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացվելու դեպքում կոլեգիալ կազմի ցանկացած անդամին, այն դեպքում, երբ առկա են հանգամանքներ, որոնք վկայում են գործի երկով կոլեգիալ կազմի տվյալ անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ։ Սույն դեպքում
Տաշիր կապիտալ փակ բարենպետական ընկերությունը որպես ինվալուտի մասնակից գտնում է, որ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի վերաբերյալ առկային ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ապացույցներ, որոնք հիմք են հանդիսանում ինչպես օբյեկտիվ չափանիշի, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշի տեսակետից վերջինիս կողմնակալ հարմարելու համար։ Նշվածի առնչությամբ փակ ենք համարում ներկայացնել ներկայացալ հիմնավորումները։ Առաջին, նախ հարկ ենք համարում անդրադառնալ Մեսրոպ Մեսրոպյան անձին վերջինիս կենսագրական տվյալներին։ Մեսրոպ Մեսրոպյանը 2017 թվականի մայիսի 30-ին նշանակվել է հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամ 4 տարի պաշտոնավարման ժամկետով։ 2020 թվականի նոյեմբերի 16-ին թողնելով դե յուրե անկախ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամի ինքնավար պաշտոնը, անցել է քաղաքական գործունեության 2020 թվականի նոյեմբերի 26-ին նշանակվելով Կոտայքի մարզպետ։ Ուշադրության արժանի է, որ Կոտայքի մարզպետ հանդիսանալու ժամանակահատվածում Մեսրոպ Մեսրոպյանը իր ելույթների ժամանակ բազմաթիվ անգամ ընդգծել է, որ հանդիսանում է քաղաքական գործիչ եւ բառացի մեջ բերեմ, ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալել առավել քան 20 տարի, թողումները ներկա են դիմումինքից։ 21 թվականի մայիսի 27-ին վերջինս ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից, որպեսզի հանգամանքը կարող է սխալ ենթադրել, որ վերջինս քաղաքական կապերը գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ավարտում են։ Հաշվի առնելով վերջինիս ազատման ժամանակահատվածը կարող ենք եզրահանգել, որ խնդիրն առաջացել է ընտրական գործողությունների առնչությամբ, քանի որ հանրապետության նախագահի 21 թվականի մայիսի 10-ի թիվ ՆՀ99N հրամանով արտենից նշանակված էր ազգային ժողովի արտահայտ ընտրությունները 2021 թվականի հունիսի 20-ին։ Ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորման գործընթացը սկսվել է 21 թվականի օգոստոսի 2-ին։ Մասնավորապես հանրապետության նախագահի 21 թվականի օգոստոսի 2-ի հրամանով Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։ Գրեթե 20 օր անց 21 թվականի օգոստոսի 25-ին Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտում գտնվող Հաշվարկային կենտրոն Փակ Վարժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավար։ Հանձնաժողովի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հաշվարկային կենտրոն ՓԲ գործադիր մարմնի ղեկավարը նշանակվել օրենքի ուղղակի պահանջների խախտման։ Այն հիմնավորման, որ մի կողմից նշանակվելու պայմանությամբ գործող հանրային ծառայություններ կարգավորող մարմնի մասին օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հանձնաժողովի անդամն իրավունք չունի իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորություններ վարժանքետ դադարելու բայց մեկ տարվա ընթացքում զբաղվել հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող ընկերության ստորաբաժանումների համակարգման գործառույթներով ոչված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոն։ Մյուս կողմից նույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում պաշտոնից ազատվելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջապես հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում։ Իսկ նույն դեպքում Մեսրոպ Մեսրոպյանը 2021 թվականի օգոստոսի 25-ին նշանակվել է Հաշվարկային կենտրոն Փակ Վարժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավար այն դեպքում, երբ իր որպես հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունը դարձել են 20 թվականի նոյեմբերի 16-ին, այսինքն մեկ տարին չլրացրած։ Ակնհայտ է, որ նշված իրողությունը կարող է ծառայել իշխող ուժի կողմից վերջինիս նկատմամբ որպես լծակ։ Հաջորդը Հաշվարկային կենտրոն ՓԲ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը Մեսրոպ Մեսրոպյանը լքել է 24 թվականի նոյեմբերի 15-ին, անցնելով հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ուշադրության արժանն է, որ համաձայն վարչապետի կողմից Մեսրոպ Մեսրոպյանի ՀԶԿ նախագահ պաշտոն առաջադրելու վերաբերյալ ազգային ժողովի նախագահային փոխանցած փաստաթղթերի փաթեթում առկա ինքնակենսագրականի Մեսրոպ Մեսրոպյանը 2023 թվականի նոյեմբեր ամսից հանդիսացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Հատկանշական է նաև, որ վերջինիս առաջադրման գործընթացը քանզի թեպետ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը խոսում է, որ ՀՑԿ նախագահի թափուր պաշտոնում տեխնատու առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարությանը, սակայն նրա առաջադրելու որոշումը կայացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում իր մասնակցությամբ։ Թողումը առկա է։ Վերոգրած տեղեկությունների համադրված վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրանք ինքնին կաշկանդող գործոն են հանդիսանում հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի համար, քանզի դրանցով առնվազն ապացուցում է վերջինիս ամուր քաղաքական կապը գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։
Ավելին, ուսումնասիրելով Մեսրոպ Մեսրոպյանի անձև կապված օբյեկտիվ գործոնները կարող են կազմել նաև, որ համացածում արտատեղությունների եւ վերջինիս տրված հայտարարություններից պարզ է դառնում, որ վերջինս խնամիական կապի մեջ է գտնվում քաղաքացիական պայմանագրի կուսակցության հիմնադիր անդամներից Սասուն Միքայելյանի հետ։ Հաջորդիվ պետք է նկատել սույն վարչական վարույթի հարուցումը քաղաքական գործընթացի արդյունք է, որի սկզբանե դրվել է գործող իշխանության քաղաքացիական պայմանագրի կուսակցության կողմից, մասնավորապես։ Գործընթացը սկսվել է դեռևս 2025 թվականի հունիսի 18-ին եւ վարչապետն իր Facebook-յան էջում արձանագրել է։ Մեջբերում եմ. Կարծում եմ հասունացել է բառը եւ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի։ Դա տեղի կունենա արագ։ Այնուհետև նույն ամսվա 24-ին վարչապետն իր Facebook-յան էջում նշել է. Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կտեսնենք գործնական փուլ, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Վերոգրավին հաջորդել է 25 թվականի հունիսի 26-ի հրապարակումը, որտեղ արձանագրվում է. պետությունը կստանցնի թեցի կառավարումը։ Նույն հրապարակմանը կից ակրայնար տեսաձայնագրություն կառավարության նիստից, որտեղ վարչապետը հայտարարում է հետևյալը. Այն ինչ որ ասել եմ, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե, process-ը չի լինելու մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ արդյունավետ իրականացնենք։ Հավելել Արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացնեն շատ արագ։ Ես կարծում եմ, որ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա։ Այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը կառավարությունը կստանձնի Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը։ Եվ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում։ Այնուհետև 25 թվականի հուլիսի 19-ին վարչապետն իր Facebook-յան էջում հրապարակել է տեսաձայնագրություն, որում նշում է. Մեր խնդիրն է, որ պետք է պետությանը վերցնի հեծի կառավարումը եւ իրականացնի հեծի ուսումնասիրություն։ Նախ ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Վերոգրած հայտարարությունները հաշվառմամբ կարող են փաստել, որ սույն վարչական վարույթի հաղորդումը ուղղակիորեն հանդիսանում է քաղաքական գործընթացի արդյունք եւ պարզ է, որ այդ քաղաքական գործընթացը պես կեսկիզբ առնել գործող իշխանության քաղաքացիական պայմանագրի կուսակցության հետ քաղաքական կապեր ունեցող հանրային ծառայություններ կատարող հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի անդամ պարոն Մեսրոպ Մեսրոպյանի կողմից։ Հաջորդիվ, անդրադառնալով նույն քաղաքական գործընթացի շրջանակներում կատարված օրենսդրական փոփոխություններին, պետք է արձանագրել, որ Թեպետ վարչության հիմքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 38-ի առաջին մասի բերկետի համաձայն վարչական վարույթ հարուցելու հիմքի հանդիսանում վարչական մարմնի նախաձեռնությունը, իսկ վարչական վարույթ հարուցող սուբյեկտ վարչական մարմինը, այնուամենայնիվ, հաշվի առնելով հանրային ծառայություններ կատարող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքական վստահելի գործընկեր հանդիսանալու հանգամանքը, հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում կատարվեց լրացում։ Կատարված լրացումների արդյունքում նշված օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ վարչական վարույթը հարուցվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ եւ նույն որոշմամբ էլ կարող է կիրառվել կանխարգելիչ միջոցառում։ Ավելին, հանրային ծառայություններ կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը հստակ քաղաքական պատճառով նման լիազորություններով է օժտում հանրաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, շրջանցելով, հանդեսելով հանրային ծառայություններ կարգավորող հանրաժողովի եւ դրա անդամների գործունեությունը անաչառությունը։ Ի թիվս այլին նույն օրենքով սահմանված հետեւյալ երաշխիքները։ Կարգավորման իրականացումն ինքնավար պետական մարմնի կողմից եւ որոշումների ընդունման կոլեգիալությունը եւ անկախությունը։ Հանրաժողովի ինքնավար պետական մարմինը եւ ինքնուրույն իրավասությունները իրականացնելիս։ Հանրաժողովը կազմված է 5 անդամից եւ հանրաժողովի նախագահը եւս հանդիսանում է դրա իրավազոր անդամ։ Հանրաժողովի նախագահային որոշում ընդունելու լիազորություն վերապահված չէ։ Հանրաժողովին յուրաքանչյուր անդամի տրված է քվեարկելու իրավունք։ Հանրաժողովի անդամը անկախ է եւ գործում է համալրության եւ օրենքներին համապատասխան։ Նշված հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների շուտապույտ ընդունումը եւ կոլեգիալ մարմնի անդամների լիազորությունների սահմանափակումը անաչառ դիտորդի մոտ ձևավորվում է կարծիք, որ հեծի պետականացման ապօրինի գործընթացը սկսելիս իշխող քաղաքական ուժը գիտակցել է, որ հանրաժողովը բոլոր անդամները չէ, որ կգնան ապօրինության։ Ուստի այդ ողջամիտ մտավախությունը փարատելու համար է նախաձեռնել այդ օրենսդրական փոփոխությունները։
նպատակ հետ անպտնելով իրենց նախկին համակուսակցի Մեսրոպ Մեսրոպյանի ռեսուրսի օգտագործմամբ վերցնել հեծի կառավարությունը։ Հաջորդի հարկ է նկատել, որ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը 25 թվականի հուլիսի 18-ին կայացնում է վարչական վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին թիվ 1A որոշումը, որով գործող իշխանությունները հրապարակումներին եւ հայտարարություններին համապատասխան մոտ 10 օր առաջ ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների հիման վրա հարուցված վարչական վարույթի կանխարգելիչ միջոցառում է։ Այնուհետև պետք է նկատել, որ վերնշված որոշման կայացում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա։ Այն դեպքում, երբ փաստացի մոտ 3 տարի մինչ հանձնաժողովի նախագահի պաշտոնից բարձրացնելը Մեսրոպ Մեսրոպյան հանդիսացել է նշված նախարարության ուղղակի ենթակառուցության գործող պաշտոնական անձ։ Գործելավոճը խնդրահարույց է նաև այն տեսանկյունից, որ վերջինս վարչական վարույթը հարուցել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա այն պարագայում, երբ հանրային կառավարությունը կարգավորող հանձնաժողովի տրված եւ ոլորտը կարգավորելու ամբողջ գործիքակազմը։ Իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդման ներկայացված հիմքերին կարող է տեղեկանալ ոչ այլ կերպ, քան հենց հանրային կառավարությունը կարգավորող հանձնաժողովի միջոցով։ Այսինքն տեկեն հաղորդմամբ նշված հիմքերն հանդիսանում են այն տեղեկությունները, որը եռանցյակային կտրվածքով հեծը տրամադրում էր հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով կամ հանձնաժողովն է մոնիթորինգների արդյունքում եւ բաժանորդների դիմբողոքների հիման վրա ստանում։ Այս համատեքստում գործընթացի իրականացման ընթացակարգը ընդհանրապես ուղղված է երկու քաղաքական գործիչների՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախագահ Դավիթ Խուդատյանի եւ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի միջեւ քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը կիսելու։ Բացի այդ, հարցերով վարչական վարույթ Մեսրոպ Մեսրոպյանը դրա հիմքում մեխանիկական կերպով արձանագրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված հիմքերը։ Ապօրինի կերպով ձեռնպահ մնալով այն հանգամանքների արձանագրումից, որ մի շարք դեպքերում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից բացահայտված խնդիրները դուրս են հեծի կառավարման եւ պատասխանատվության տիրույթից։ Հանձնաժողովի կայքում հրապարակված որոշման նախագծում գրեթե տեղ չեն գտել վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած այն 9 կետերը, որոնք ներկայացվել էին պարոն Խուդատյանի կողմից։ Ավելին, որոշման նախագծում անգամ անդրադարձ չի կատարել վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած այդ 9 կետերը, քանի որ դրանք այն աստիճան անհիմն են, որ անգամ դրանց մասով հանձնաժողովը չի ցանկանում արձանագրել, որ անհիմն են։ Ստացվում է, որ Մեսրոպ Մեսրոպյանը միանձնյա վարույթ է հարուցել եւ կիրառել ամենածանր կանխարգելիչ միջոցը այն աստիճանի անհիմն կետերի հիման վրա, որ այդ կետերը հանձնաժողովը որոշում կայացնելիս չի ցանկանում ներառել այդ որոշման նախագծի հիմքում անգամ։ Ավելին, հարցերով վարչական վարույթ հանձնաժողովի նախագահը կիրառում է ժամանակավոր կառավարիչ նշանակելու կանխարգելիչ միջոցառում, այն է այն դեպքում, երբ առկա են եւս 4 այլ կանխարգելիչ միջոցառումներ, եւ երբ հենց ժամանակավոր կառավարիչ նշանակումն է ուղղակիորեն համապատասխանում գործող իշխանության ղեկավարի հայտարարությանը, առ այն, որ առաջին փուլով պետությունը կստանձնի կառավարումը։ Բացի այդ, կիրառելով կանխարգելիչ միջոցառում, հանձնաժողովի նախագահը ժամանակավոր կառավարիչ է նշանակում Ռոմանոս Պետրոսյանին, ով հանդիսանում է գործող իշխանությունների քաղաքական թիմի ակտիվ անդամ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է։ Պետք է նկատել նաեւ, որ հանձնաժողովի նախագահ Ռոմանոս Պետրոսյանը որոշել է նշանակել ժամանակավոր կառավարիչ բացառապես հաշվի առնելով նրա 1 օր առաջ տրամադրված կրությունը, որ չի առարկում հանդիսանալ հեծի ժամանակավոր կառավարիչ եւ որևէ այլ հանգամանք կամ փաստաթուղթ տալկա չէ։ Իթիվս այլ հանգամանքներ նաև վերջինս համապատասխանություն էներգետիկայի մասին օրենքի 52 հոդվածի 4 մասով սահմանված պարագայում, ինչպես նաև բան հասկանալ, թե ինչպես են ստուգվել այդ հանգամանքները։ Անհնարբազել քանզի վարչական վարույթի նյութում նման ապացույցներ առկա չեն։ Ուշադրության արժանի է նաև հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ ըստ էության անձամբ չի որոշել ժամանակավոր կառավարիչ նշանակման հարցը եւ ուղղորդվել է քաղաքական իշխանության կողմից, քանզի այն, որ հենց Ռոմանոս Պետրոսյանն է նշանակվելու այդ պաշտոնում, մամուլում շրջանառվում է դեռևս այն ժամանակ, երբ վերջինս զբաղեցնում էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։ Առկա են բազմաթիվ մամուլի հրապարակումներ, որոնք ներկայացված են։ Ռոմանոս Պետրոսյանին, որպես ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը խնդրահարույց է նաև այն տեսակետից, որ վերջինս հանդիսանում է այն անձը,
ով դերևս 2025 թվականի հունիսի 24-ին տրված հարցազրույցի ժամանակ նշել է, որ հեծի պետականացման գործընթացի մասին ինքը տարիներ առաջ մտածել է եւ տրանսնացիոնալ այն ընկերությունները, որոնք ունեն բնական մենաշնորհ, ինքը կողմնակից է, որ լինեն պետական կամ մարմնավորված պետական մասնակցությամբ։ Այս համատեքստում հռետորական հարց է առաջանում հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանինը Ռոմանոս Պետրոսյանի նշանակելով ժամանակավոր կառավարիչ նպատակ է տապանդել ապահովել ընկերության բնականոն գործունեությունը, ենթադրյալ ճգնաժամի կառավարումը, թե ապահովել ընկերության ճգնաժամի առաջացումը եւ այդ հանգամանքի արձանագրմամբ կառավարչի եւ նրա ղեկավարի մտածումների, այսինքն պետականացման կյանքի կոչումը։ Ավելին, Ռոմանոս Պետրոսյանի ընտրությունը հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից խնդրայություն է նաև այն տեսակետից, որ վերջինս այդ անձին նշանակում է ժամանակավոր կառավարիչ այն դեպքում, երբ նա ընդամենը 1 օր առաջ 2025 թվականի հուլիսի 17-ին է վարչապետի որոշմամբ ազատվել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Իսկ համաձայն պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների ուղղակիորեն վարչապետին ենթակային 4 պետական մարմիններ, որոնցից մեկը հանդիսանում է պետական վերահսկողական ծառայությունը, իսկ հանձնաժողովի նախագահ ժամանակավոր կառավարիչ է նշանակում հենց այդ մարմնի 1 օր առաջ ազատված ղեկավարին։ Արդյունքում, երբ Ռոմանոս Պետրոսյանը Հայաստանի Երեքական ցանցեր փոխարինում կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց ազատում է զբաղեցած պաշտոններից եւ նրանց փոխարեն նշանակում է քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամների, օրինակ Արման Սմբատյան, հետ իրացման տնօրեն տեղակալ, Սարիկ Մինասյան, հետ ղազ մասնաճյուղի տնօրեն, Գյումրի համայնքի վերջին ուսուցչություն, ԿՊ կուսակցության տեխնացուն, Լյուդվիգ Գյուլնազարյան, Էշմիածին Էլցանցի պետ, Փարակար համայնքի վերջին ուսուցչություն, ԿՊ կուսակցության տեխնացու եւ այլն։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը փաստացի իր համաձայնությունն է հայտնում այդ վարկագծին բարձրացված մտահոգությունների վերաբերյալ հարցին պատասխանելով, որ Ռոմանոս Պետրոսյանը գործում է իրեն տրված ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում, իսկ այդ լիազորությունները իրեն քննարկելու իմպերատիվ պահանջ առկա չէ։ Մոռանալով այն մասին, որ համաձայն իրավական անձանց պետական գրանցման իրավաբանական անձանց սովորաբաժանումների հիմնարկի եւ անձեռնարկատերի պետական հաշվառման մասին օրենքի 39-րդ հոդվածի 3.3 մասը իրեն պատկանում է ժամանակավոր կառավարիչ լիազորություններ դատաստանի մասին դիմում ներկայացնելու իրավասությունը։ Ավելին, պարզ տրամաբանությունից բխում է, որ եթե որոշակի կարգավորումների համատեքստում հանրային պաշտոն զբաղեցնող անձը մասնավոր կառավարություն նշանակում է դրա կառավարիչ, այն հիմնավորման, որ վերջինս հանդիսանում է ճգնաժամային կառավարիչ եւ պետք է ապահովի գործունեության բնականոն ընթացման անընդհատությունը, ապա առնվազն այդ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է հետևի, թե արդյոք իր կողմից նշանակված անձը կատարում է այն առաքելությունը, ինչի համար նշանակվել է, եւ եթե չի կատարում, ապա պարտավոր է այդ առնչությամբ քայլեր ձեռնարկել։ Նույն համատեքստում պարզ տրամաբանությունից բխում է, որ երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը մասնավոր կառավարություն նշանակում արտաքին կառավարիչ, ապա առնվազն պետք է ապահովի փաստաթղթերի իրերի իրական վիճակի հանձնում ընդունում, քանի որ հակառակ պարագայում հետագայում որոշակի խախտում վերագրելու դեպքում հարց է առաջանում, թե ով է հանդիսանում պատասխանատու սուբյեկտը։ Մեսրոպ Մեսրոպյանը որևէ քայլ չի ձեռնարկել նաև այն հարցի առնչությամբ, որ իր իսկ նշանակման ժամանակավոր կառավարիչը խախտելով հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի 25/0/2016 թվականի 125-ա որոշման պահանջները ապօրինի կերպով Հայաստանի Երեքական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության էկոնոմիկայի եւ ֆինանսների գծորդանորենը նշանակել Արմեն Շահնազարյանի խախտում կանում է նրանում, որ նախ նշված որոշման պահանջների համաձայն նման նշանակում կարող է իրականացնել բացառապես հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովով տեխնացուի համապատասխանատվություն դիմում ներկայացնելուց եւ հանձնաժողովի համաձայնություն ստանալուց հետո, ինչը սույն դեպքում չի իրականացվել։ Եվ երկրորդ, այդպիսի համաձայնություն կարող է տրվել բացառապես այն դեպքում, երբ տեխնացուն բավարարում է ֆինանսական եւ կամ տնտեսագիտական ոլորտների բարձրագույն կրթություն ունենալու մասնագիտական աշխատանքային ղեկավար փորձ ունելու պահանջներին։ Մինչդեռ սույն դեպքում Արմեն Շահնազարյանը ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում եւ Վիկիպեդիա կայքում ուր կանգնեցինք, Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում եւ Վիկիպեդիա կայքում հակատեղյալների կրթությամբ միջազգայնագետ պատմաբան։ Արդյունքում իթևս այլ հանգամանքներին մի կողմից նշված անձի կողմից կայացած որոշումները դառնում են ապօրինի եւ ռիսկի տակ են դնում Հայաստանի Երեքական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեությունը, մյուս կողմից վերջինիս աշխատավարձի վճարումը հանդիսանում է
ընկերության միջոցների վատում, ինչը Մեսրոպ Մեսրոպյանի կողմից որևէ կերպ չի կանխվել, եւ ինչի հետևանքով հեծին վաճառվել է վնաս վերջինիս կողմից ենթակա եւ վերջինիս կողմից ենթակա հատուցման։ Իդեպ այս հանցավոր արարքի վերաբերյալ 2025 թվականի նոյեմբերի 12-ին հաղորդում է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտեին քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից չի կանխվել նաև Ռոմանոս Պետրոսյանի կողմից ապատերեկատվության տարածումը։ Ավելին, վերջինս նաև չհերքելով զրպարտչական բնույթի տեղեկությունները այդպիսով աջակցել է դրանց տարածմանը։ Որպես օրինակ կարող ենք նկատել, որ ընկերության կառավարման մարմին հանդիսացող տնօրենների խորհրդի անդամների բարձրացության սակագնի վրա չազդելու հանգամանքը։ Չնայած մի շարք հարցումների Մեսրոպ Մեսրոպյանի կողմից չի արձանագրվել, իսկ լրատվամիջոցների կողմից ներկայացած հարցումներից սակագնային քաղաքականության բարձրության արտադրության պայմաններում պատասխանել է այս ստորաբաժանումը։ Մեկ այլ դեպքում հենց ինքն է տարածել ապատերեկատվություն մի դեպքում հայտարարելով, որ սույն վարույթի հնարավորությունն ընձեռել օրենքի փոփոխությունների վերաբերյալ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի դիրքորոշում է ներկայացել, իսկ մեկ այլ դեպքում լրատվամիջոցին հայտնելով, որ այդ դիրքորոշումը գրավոր չի ներկայացվել, եղել է աշխատանքային քննարկում, պարզ չէ, թե ինչի մասին է միգուցե արձանագրված լինի պարագայում դա ևս լինել բացառքի հիմք։ Բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանը հեծին գտնվելու ամբողջ ժամանակահատվածում օգտագործել է ոչ թե ընկերության բնականon աշխատանքն ապահովելու համար, այլ հեծի բաժնետերին տնօրենների խորհրդի ընկերության մեկուսացնելու, նրանց տեղեկատվության տրամադրումը իսպառ խաթարելու եւ Մեսրոպ Մեսրոպյանին վարույթի հարուցման հիմքերի բացակայության պայմաններում այլ հիմքեր ստեղծելու եւ հավաքագրելու համար։ Վերաբերյալ հաստատումն է հանդիսանում այն, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված էլեկտրական ցանցեր պատվարժեքական ընկերության լիցենզիայի դադարեցման որոշման նախագծու ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առավելապես դրա հիմքում դրված են այնպիսի հանգամանքներ, որոնք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ոչ թե օրինական ճանապարհով բազել է լրիվ օբյեկտիվ բազմակողմանի վարույթի շրջանակներում, այս հանձնաժողովին է տրամադրել Ռոմանոս Պետրոսյանի կողմից, իբր նշանակվել է ապահովելու համար Հայաստանի պետական ցանցեր պատվարժեքական ընկերության բնականon գործունեությունը։ Իսկ իրականում նշանակվել է վարչապետի վերնշված տեսնենք այնտեղ ինչ է տեղի ունենում պահանջը ապահովելու համար։ Արդյունքում քաղաքական իշխանության Մեսրոպ Մեսրոպյան Ռոմանոս Պետրոսյան կապի միջոցով ակտի նախագծից անհետացել են այն հանգամանքները, որոնց հաստատման կամ հերկման ներուված վարչական վարույթի իրականացումը առաջացել են նոր հիմքեր։ Նույն համատեքստում գնահատման առարկային այվային վարչական վարույթի իրականացման ժամանակահատվածում Մեսրոպ Մեսրոպյանի կողմից նախաձեռնված մոնիթորինգը, որին ընկերության օրինակի պաշտոնների լիազոր ներկայացուցիչները մասնակցելու ընկերության իրավունքներն ու շահերը ներկայացնելու հնարավորություն չի տրվել։ Միայն post factum ներկայացնելով իրականացած մոնիթորինգի եզրակացությունը առաջարկելով ներկայացնել կարծիք դրա համար։ Նույն գործելավոճի շարունակություն է նաև վերջինիս կողմից մի շարք կառույցների, այդ թվում բանկի հարցումների ներկայացումը, որոնք իրականացման մասին ընկերության օրինական ի պաշտոնի լիազոր ներկայացումներ չեն տեղեկացվել։ Հարկ է շեշտել, որ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը հետապնդում է ընկերության վիճակը հնարավորինս վատթարացնելու, հեծուն ճգնաժամի իմիտացիա ստեղծելու, Մեսրոպ Մեսրոպյանի եւ Դավիթ Խուդացյանի գործողություններին պաշտպանվելու, Մեսրոպ Մեսրոպյանի եւ Դավիթ Խուդացյանի գործողություններից պաշտպանվելու, հեծի իրավունքները այդ թվում դատավարական իրավունքները սահմանափակելու նպատակ։ Դա ակնհայտորեն դրսևորվեց եւ հեծ գլխավոր տնօրենի կողմից տրված լիազորագրով պատվանի կողմից ներկայացած հեծի շահից բխող հայցերից եւ բողոքներից հեծի անունից Ռոմանոս Պետրոսյանը հրաժարվեց։ Դա նաև դրսևորվել է հեծի մատակարարման լիցենզիայի ժամկետի երկարաձգման մասով հանձնաժողովի կայացած ոչ իրավաչափ որոշման բողոքարկումից Ռոմանոս Պետրոսյանի հրաժարվելով։ Դա նաև դրսևորվել է հանձնաժողովի կողմից մոնիթորինգի արդյունքներն անքննելիորեն ընդունելով եւ ավելին այն մոնիթորինգների իրականացման համար ենթադրյալ բացահայտումների վերաբերյալ թերի եւ ոչ պրոֆեսիոնալ տեղեկություններ հավաքագրելով եւ տրամադրելով։ Վերջ շահադրված փաստական տվյալները ամբողջական փաթեթով դիտարկելիս ցանկացած անաչափ դիտորդի մոտ կձևավորվի համոզմունք, որ Ռոմանոս Պետրոսյանի տեխնիկացիոն ունեցությունը ոչ թե Մեսրոպ Մեսրոպյանին, այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ կամ հենց Ռոմանոս Պետրոսյանին է, եւ կամ Նիկոլ Փաշինյանին, իսկ Մեսրոպ Մեսրոպյանը կատարել է ընդամենը քաղաքական հրահանգ եւ որոշում նշանակել նրան։
Հետաքրքրական է նաև, որ Ռոմանոս Պետրոսյանի եւ Մեսրոպ Մեսրոպյանի դրսևորած վարչագիծը Սույն Վարչական վարույթի շրջանակներում, ինչը մի կողմից ցույց է տալիս Սույն վարույթով վերջինիս քաղաքական կաշկանդվածության, մյուս կողմից առայրերի ընդհանրակարգային սխալ ցույց տալու անզուտ ցանկությունը։ Մասնավորապես, հանրային ծառայությունը կարգավորած հանձնաժողովի կայքում հրապարակված նախագծի ուսումնասիրությունից բազ է դառնում, որ Ռոմանոս Պետրոսյանը Սույն թվականի հուլիսի 31-ի դրությամբ խնդրել է գրավոր դիրքորոշում հայտնելու համար օրենքով սահմանված 10 ժամկետը երկարաձգել ևս 30 օրով, սակայն մինչ օրս որևէ դիրքորոշում չի հայտնել։ Մյուս կողմից կայքում հրապարակված նախագծում մատնանշված է, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ ելնելով գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի պատշաճ վարչության իրավունքի դասման բոլոր հնարավորությունները ապահովելու անհրաժեշտությունից 25 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ վերջինիս տեղեկատվություն է տրամադրում, արձանագրելով, որ Կարեն Հարությունյանը որպես ֆիզիկական անձ Սույն վարչի շրջանակներում չունի պատշաճ վարչության իրավունք, կարող է փաստել, որ Մեսրոպ Մեսրոպյանի փաստացի գործունեությամբ ցույց է տվել, որ Սույն վարչով Կարեն Հարությունյանը հանդիսանում է ՀԵՑԲ պաշտոնյա ներկայացուցիչ։ Այդ պայմաններում ինչու է Սույն վարչի շրջանակներում Մեսրոպ Մեսրոպյանի գիտության ընդունում իր նշանակած ժամանակավոր կառավարքի դիրքորոշում հայտնելու ժամկետի երկարացման դիմումը արձանագրելով, որ վերջինս հանդիսանում է ՀԵՑ ներկայացուցիչ անհասկանալի է։ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից ստեղծված խառնաշփոթի ուղղակի արձագանքումն է հանդիսանում 25 թվականի հոկտեմբերի 23-ի գրությունն առայն, որ դեռևս 25 թվականի սեպտեմբերի 24-ին արձանագրվել է հրաման, արտաքվել է հրաման Կարեն Հարությունյանի կողմից լիազորագրել ուժը գործած ճանաչելու մասին, առանց անդրադառնալու այն հարցին, թե արդյոք Ռոմանոս Պետրոսյանը ուներ նման իրավասություն այդ լիազորագրերը դադարեցնելու։ Կարեն Հարությունյանի որպես Հայաստանի Էլեկտրական ցանցեր փակbaşնական ընկերության իշխանության ներկայացուցիչ անձից հանդես գալու։ Հատկանշական է, որ Ռոմանոս Պետրոսյանը այդպես էլ որևէ դիրքորոշում չի ներկայացրել վարույթի հիմքերի մասով։ Նույն համատեքստում ուշադրության արժանի է, որ համաձայն հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված նախագծի Տաշիր կապիտալ փակ բարենպետական ընկերության գլխավոր տնօրեն եւ Հայաստանի Էլեկտրական ցանցեր տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանին 2025 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ տեղեկացվում է, որ պատշաճ վարչության իրավունք միացնելու հնարավորություն ապահովելու անհրաժեշտության պայմանավորված կարող է ներկայացնել գրավոր դիրքորոշում, ծանոթանալ վարչական վարույթի նյութերին եւ օգտագործել վարչական վարույթի մասնակցի բոլոր իրավունքներից։ Ավելի 25 թվականի հուլիսի 28-ին Տաշիր կապիտալ փակ բարենպետական ընկերության գրությամբ հայտնում է, որ 25 թվականի հուլիսի 28-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժի վճռի մասին, խնդրելով կասեցնել Սույն վարչական վարույթը, որպեսզի դիմում տրվում է ընթացք։ Ի վերջո 25 թվականի օգոստոսի 18-ին փաստացի մերժելով այն։ Մինչդեռ ուշադրության արժանի է, որ վերը նշված երկու փաստական հանգամանքները ցույց են տալիս Մեսրոպ Մեսրոպյանի Սույն վարչական վարույթի շրջանակներում քաղաքական կաշկանդվածության առայրովի ընդհանրակարգային սխալներ թույլ չտալու անզուտ ցանկությունը, քանզի Մեսրոպ Մեսրոպյան տեղեկացրել Նարեկ Կարապետյանի վարչական վարույթի մասնակցի բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորության մասին եւ մերժել վերջինիս վարչական վարույթը կասեցնել դիմը այն պարագայում, երբ այդ պահին դրությամբ վերջինս չի հանդիսացել Սույն վարչական վարույթի մասնակից, քանզի ընկերության տնօրենների խորհրդի նախագահ համաձայն բարենպետական ընկերությունների մասին օրենքի չի հանդիսանում այն անձը, ով կարող է առանց լիազորագրի ներկայացնել ընկերության 7 անձանց առջև, իսկ ինչ վերաբերում է Բարենպետական Տաշիր կապիտալ փակbaşնական գլխավոր տնօրեն լինելու հանգամանքին, ապա պետք է նկատել, որ Տաշիր կապիտալ փակ բարենպետական ընկերություն Սույն վարչական վարույթով 3-րդ անձը ներգրավել միայն 25 թվականի օգոստոսի 15-ին վարչական վարույթում 3-րդ անձ ներգրավելու մասին թիվ 299 ավորոշման։ Նույն գործելավորչի շարունակությունը հանդիսանում նաև, որ Մեսրոպ Մեսրոպյանը ունենալով պարզաբանում այն մասին, որ մեր բերում ակտի նախագծից արտակարգ արբիտրն իր 25 թվականի հուլիսի 22-ի վճռով ուղղակիորեն չի կարգավորել հանձնաժողովի նախագահի հուլիսի 18-ի որոշման փաստացած վարչական վարույթի կասեցում, այլ իր որոշման կարգադրել է պատասխանողին հրաժարվել բնագանձման վերաբերյալ օրենքները, այսինքն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի մասին օրենքում, հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխությունների մասին օրենքները կիրառելուց եւ ընկերության ազգայնացման ուղղված հետագա քայլեր ձեռնարկելուց։ Իր գործողություններով չի կանխել հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված Հայաստանի Էլեկտրական ցանցեր փակ-բարենպետական ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի դադարեցնելու մասին որոշման նախագծի արտադրության հնարավորությունը։ Հետաքրքրական է, որ Ռոմանոս Պետրոսյանի վարկագիծը նախ
25 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ հայտնել է, որ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի կողմից աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականություններ չեն իրականացնում եւ առաջարկել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահին լուծել Կարեն Հարությունյանի կնքված աշխատանքային պայմանագիրը, այդուհետ երբ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կողմից ներկայացվում է Սուրեն Կարյանին գլխավոր տնօրեն նշանակելու վերաբերյալ առաջարկը Ռոման Պետրոսյանը 2025 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 0-08-11-62 գրությամբ հասկանալով, որ իրենց իսկ քաղաքական իշխանության կողմից նախաձեռնված իրականացված օրենքի փոփոխությունների էական բարդորում են պարունակում նոր գլխավոր տնօրեն նշանակելու հարցի առնչությամբ նշում է, որ չի առարկում Կարեն Հարությունյանի ընկերության միաժամանակ գործադիր մարմնի ղեկավար հանդես գալու փաստում, իսկ Սուրեն Կարյանի մասով արձանագրելով, որ յուրաքանչյուր հարցի առնչությամբ անհրաժեշտ է պարտադիր իր համաձայնությունը դե ֆակտո մերժում համաձայնության տրամադրումը։ Բացի այդ, վարչական դատանի վարույթում է գտնվում թիվ V-832-005-20 վարչական գործը, որով քննվում է Տաշի կապիտալ փակ բարենպետական ընկերության հայտնի դեմ Հանձնարարի նախագահի վերջինիս կողմից 18/07/25 թվականի 1A որոշման վարույթ հարուցելու մասով իրավարարության բացակայության ճանաչելու պահանջի մասին հայտը։ Թե նշված գործի երկրի վարույթի շրջանակում բացառվում է վերջինիս կողմից հայեցողական լիազորությունների խախտման, հենց կողմից առերևույթ խախտումների բացակայության պայմաններում վարույթ հարուցելու եւ անհամաչափ առավել խիստ կանխարգելիչ միջոց կիրառելու, ասել է թե վերջինիս անաչառ եւ արտարացի չլինելու հարց է, ինչը Մեսրոպ Մեսրոպյանին առավելապես շահագրգիռ է դարձնում իր որոշմամբ հարուցած վարչական վարույթի խախտման արձանագրման եւ պատասխանատվության միջոց կիրառելու արդյունքով ավարտին հասնելու հարցում, որի դեպքում երկրորդական պլան կմղի վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում վարույթի հարուցման եւ խիստ միջոց կանխարգելիչ միջոց կիրառելու հանգամանքները։ Ավելին, դեռևս 06/08/2025 թվականին Մեսրոպ Մեսրոպյանը դիմել է հայ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, խնդրելով հայտնել հայ կառավարության դիրքորոշումը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22/07/25 թվականի կայացած որոշման առնչությամբ, որին պատասխան ստանալով գրություն առայն, որ վեճերը կատարելու տեսանկյունից բավարար է կասեցնել սահմանափակ է ժամանակավոր կառավարչի որպես հետ գլխավոր տնօրեն լիազորությունները, ըստ էության դրսևորել է անգործություն եւ չի սահմանափակել ժամանակավոր կառավարչի լիազորությունները։ Ուշադրության արժանի է նաեւ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից այն, որ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից խախտվել է հանրային ծառայություններ կարգող մարմնի մասին օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետը, այն է, տեղյակ լինելով այն մասին, որ դեռևս 25 թվականի սեպտեմբերի 16-ից Սահմանադրական դատանի վարույթի ներքո է գտնվում այն լիազորությունների սահմանադրականության հարցը, որի հիմքով հենց հարուցվել է վարչական վարույթը, միջոցներ չի ձեռնարկել մատնանշված նորմի կատարման հարուցած վարույթի կարճելու առնչությամբ։ Արդյունքում վերագրալից ելնելով գտնում ենք, որ հանրային ծառայություններ կարգավորող Հանձնարարի նախագահ Հանձնարարի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը, ինչպես օբյեկտիվ չափանիշի, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշի տեսանկյունից սույն վարչական վարույթի շրջանակում հանդիսանում է կողմնակալ անձ եւ հետեւաբար սույնով բացառք ենք հայտնում վերջինիս հանրային ծառայություններ կարգավորող Հանձնարարի մյուս անդամներից ակնկալելով մեկօրյա ժամկետում լուծել վերջինիս սույն վարչական վարույթի հետագա մասնակցության հարցը։ Շնորհակալ եմ։